Տենց էլ աշխատում է։ Տենց էլ աշխատում է։ Այսինքն եթե այդ ծրագրի, այսինքն 100-ից ավել ներդրումների 40%-ն է 100-ից ավելի դեպքում 1 միլիարդի դեպքում։ Հա, դա 1 միլիարդի դեպքում, բայց եթե 1 միլիարդ չի, ասենք ինքը պետք է ծախսեր ենթադրենք 114 միլիոն դրամ չի ծախսում, կամ այս պարագայում գուցե մտածի, որ հնարավորություն ունեմ ոչ թե 100 գլուխ ըլնի, այլ 150 գլուխ ըլնի այդ լրացուցիչ խթանը հաշվի առնելու։ Այո, մենք առավելագույնը փոխհատուցում ենք 100 գլխի համար սահմանված գումարը, թե չէ ինքը կարող է ավելի մեծ նախատեսել, այո։ Այդպիսին է ծրագիրը, կարող է անել 200 գլուխի համար նախատեսված, որը 1 միլիարդ չի հասնում այդ ծախսը, բայց այս 100-ի փոխհատուցումից ինքը նորից կօգտվի։ Պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ նախագծով այդպես է, բայց թույլ տվեք եւս մեկ անգամ ճշտել եւ արձագանքել, բայց գիտեմ, որ նախագծով այդպես է սահմանված։ Առարկություն չունեք, եթե ասենք ինչ-որ մի բանի չի խանգարում, այդպես է պետք է անել։ Իսկ այն մյուս խնդրի հետ կապված հարգելի գործընկերներ, իրականում բան կա, խնդիր կա եւ հայեցակարգային եւ քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական խնդիր կա, որովհետեւ ըստ էության ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը իրանք անհաջողության են մատնվում։ Ու մենք պետք է հասկանանք ինչ պետք է անենք, որովհետեւ այդտեղ մենք լուծումներ չունենք եւ ես կարծում եմ, որ այդտեղ սովորական լուծումների տրամաբանությամբ մենք չենք առաջնորդվելու։ Ընդ որում այս փակուղին զգացվում է եւ զգացվում է շատ տեղերում, որովհետեւ ելի եմ ասում, այն հատվածում, որտեղ ասենք օրինակ մարդիկ վարկերի տակ են, չգիտեմ, խնդրեմ ունեն, գյուղատնտեսությունը էֆեկտ չի բերում, այդ հատվածում մենք որոշումներ, տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։ Այդ թվում այն պատճառով գուցե որ ի սկզբանե չէին կարող աշխատել, որովհետև դրա տակ տնտեսական հիմնավորում չկա, այսինքն տնտեսական մոտիվացիա չկա։ Եվ այստեղ մենք պետքա հասկանանք, որ խնդիր ունենք, ճգնաժամ ունենք, պետքա հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Ընդհանուր մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ պետքա գնալ, գուցե պետքա գնալ շատ բարդ եւ ռադիկալ լուծումների։ Մենք պետքա արձանագրենք ուղղակի նախորդ նիստում էլ ըստ էության դրա մասին խոսացինք, որ 3 տեղում 4-5-7 կիլոմետրական հեռավորության գտնվող անջրդի հողերում հողեր ունեցող մարդիկ ուղղակի գյուղատնտեսությամբ պետքա չզբաղվեն, որովհետև հնարավոր չի այդ բանաձևով գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց հարց, բայց այդ մարդիկ ինչով զբաղվեն։ Եվ այստեղ հարցը առաջանում, որ մենք պետքա որոշակի ծրագրեր մշակենք, այդ թվում վերապատրաստումների կամ չգիտեմ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ունենանք այդ հողերը կոնսոլիդացնել եւ նաև դրանց համար նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորել։ Ես էլի ուզում եմ վերադառնամ այդ բանին, դուք էլի նշեցիք, էլի նշում ենք ամեն անգամ գյուղատնտեսական բան կոոպերատիվներ, բայց դա էլի գնանք խնդրենք աղաչենք, ես չգիտեմ ինչ, հաջորդ լուծումը կարող էր դա լինել տեսականորեն, որ գյուղացիները իրանք հասկանալով, որ առանձին չի ստացվում ու չի ստացվելու, գոնե այդտեղ կոնսոլիդացիայի այսքան խթան ենք դնում արտոնություններ, վարկերի եւ դա իմիջիայլոց նաեւ սև ցուցակներից դուրս գալու ճանապարհ է, որտեվ եթե անհատը սև ցուցակում է եւ չի կարողանում ստանա, երբ որ ինքը ձևավորի գյուղատնտեսական կոոպերատիվ 100 հոգով, այդ գյուղատնտեսական կոոպերատիվը սկսելու է 0-ից։ Բայց այստեղ խնդիր կա, որը էլի սոցիալ-հոգեբանական ոլորտի խնդիր է, 100 հոգին պետքա կարողանան ընտրել կառավարիչ, վճարել այդ կառավարչին, որ ինքը այդ իրանց հողերը միավորի եւ դարձնի շահութաբեր։ Եթե սա չեն անելու, մենք պետքա ուղիղ ասենք, Ժորժ ջան, չի ստացվելու տեղ ոչ մի բան։ Մի հեկտարանոց հողում չի ստացվելու ոչ մի բան։
Այսինքն եւ դա մեր 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, այն արել ենք, զրոյական տոկոսներով գյուղատնտեսական վարկերը արել ենք, որոնք զրո էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ, որովհետեւ տոկոսը զրո, բայց մայր գումարը պետքա վճարվի։ Անենք չի որ տոկոսը զրո է, վերջ ամեն ինչ ավարտվեց։ Եվ այլն եւ այդպես շարունակ, այդ փողերի անարդյունավետ ծախս, այսինքն ստեղ մենք լրիվ ուրիշ խնդիր պետք է լուծենք, բայց ինչքան էլ դաժան բան է հնչում, մեր իրականության համար տենց մի քիչ բան է հնչում, հասկանում եմ, դեֆորմացված է հնչում, այդտեղ սա արդեն մի քիչ ոչ թե մի քիչ, այլ մեծամասամբ կրթության ոլորտի հարց է։ Հանրակրթության մասին չեմ ասում, այլ խոսում եմ հանրակրթության, բայց ոչ դպրոցական եւ բանի։ Մեր բոլորի կրթության չի ստացվելու այդտեղ։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք եկեք բան անենք, որոշենք, որ այդ բոլոր հողատերերին անհատույց տարին, չգիտեմ, 3 միլիոն դրամ ենք տալու։ Ոչ մի բան չի փոխվելու այդտեղ։ Բացարձակապես ոչ մի բան։ Համեցեք։ Պարոն վարչապետ, նաև այս առիթը օգտագործելով ուզում եի նաև նշել, որ ընդհանուր առմամբ անասնաբուծության ոլորտում, եթե մենք ցանկանում ենք մթերատվության բարձրացում ունենալ, դա միայն պահվածքով չի սահմանափակվում կամ պահվածքով չի պայմանավորվում, պահվածքով, այսինքն անասնաշենքը դա պահվածքի ձևն է, պայմաններն այն։ Հետևաբար 3 կարևոր բաղադրիչ կուզենայի առանձնացնել, որը 3-ի պահպանման դեպքում նոր մենք ունենում ենք համալիր արդյունք, մեկը դա իհարկե պահվածքն է եւ կառավարության այս ծրագիրը խթանում է հենց արդյունավետ պահվածքի մեխանիզմները, երկրորդը դա գենետիկան է եւ գենետիկայի համար է, որ կառավարությունը տոհմային կենդանիների նաեւ ձեռքբերման աջակցության ծրագրեր է իրականացնում, նաեւ հիշեցնեմ մեր գործընկերներին, որ կառավարությունը 2025 թվականին արհեստական սերմնավորման համար փոխհատուցման ծրագիր է իրականացնում եւ այստեղ մենք 70%-ի չափով փոխհատուցում ենք եւ ծրագիրը մեկնարկել է արդեն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, այդտեղ մենք եղած գենետիկան բարելավում ենք արհեստական սերմնավորման միջոցով եւ երրորդը, որը որ շատ կարեւոր է նաեւ պահպանել, դա կերն է, սնուցումն է։ Եվ այստեղ կերի արտադրության համար էլ մենք մի քանի տարբերակներ ենք առաջարկել եւ քչերն են հիշում, որ կառավարությունը լիզինգի, ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում հիդրոպոնիկ կերի սարքավորում ձեռք բերելու համար այնտեղ անհրաժեշտ 20% կանխավճար կա, այդ 20% կանխավճարի 80%-ը կառավարությունը որպես դրամաշնորհ է տալիս եւ արդեն սարքավորումը ինքը օգտագործելով կարողանում են մարդիկ առանց գրավի միջոց ունենալու ապահովման անհրաժեշտություն կարողանում են այդ սարքավորումը ձեռք բերել եւ հիդրոպոնիկ կեր արտադրել։ Պարոն Խոջյան, ամենայն հարգանքով ձեր թվարկածը ոչ թե առաջին, երկրորդ, երրորդն էլ, այլ երկրորդը, երրորդը եւ չորրորդն էր, որովհետեւ առաջինը գիտելիքն է։ Որովհետև հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանը դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնացել, նախ այդ չգիտես որ դա գիրք է, երկրորդ ձեռը չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպան ժամանակ սեն շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել, հանդիպան մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասեց իմ ընտանիքը բան ունի, այդ չեմ հիշի թիվը, 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը մենք հետո խոսակցության ընթացքում պարզվեց, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք մեր պապիկից եւ տատիկից եւ հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվա ընտանիքը վերականգնվի։ Ես հարց տվեցի, ասացի, բա ինչի վերականգնվի, ինչ ա եղել այդ մեղվա ընտանիքը, որ տատիկից եւ պապիկից ժառանգել ենք։ Դե ասեց, չկա այդ մեղվա ընտանիք։ Այսինքն, որովհետեւ այդ մեղուն գիրք է, որը պետքա կարդաս։ Հիմա կարանք ասենք շատ լավ։ Տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ։
Բայց եթե գիրքը կարդացված չէ, նույն պատմությունն է, որովհետև էլի անընդհատ ուզում եմ այս բանի մասին, որովհետև սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է, որովհետև հիմա շատ են նաև խոսում դրա մասին, որ մենք 2018 թվականին այս բանի խեղճ մարդու, բանի անճար մարդու եւ այլն պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին։ Սրա մեջ ինչ որ չափով ճշմարտություն կա եւ այս մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է բանանում, վկայում։ Որովհետեւ մենք այդ թվում 2018 թվականից մենք ինչ ենք ասել։ Մենք ասել ենք մի քիչ այլաբաներեն, հետո ավելի ուղղակի, որ ասել ենք, որ աղքատությունը հաղթարվում է մենակ աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթարման, եթե արդյունավետ աշխատանք է։ Որտեւ եթե աշխատանքը արդյունավետ չի, գիտելիքա հենք չի, ինքը աշխատանքը մոտավորապես պատկերացրեք, այդ նույնն է, թե բան է անում։ Մեքենան բանի մեջ է, չէ, բանի մեջ է, ցեխի մեջ է, որ ընկնում, կամ պարտադիր չի, ձյունի մեջ, ցեխի մեջ եւ այլն։ Չեմ կարող այդ բառը գտնեմ, հայերեն մոտ տեղապտույտ, բայց հիմա ասում ենք, այս մեքենայի ստից դուրս գալու ձևը աշխատանքն է։ Շարժիչը միլիոնի տակ աշխատում է։ Բայց չի առաջ գնում եւ արդյունքում այդ շարժիչը մատորը խփելու է։ Սրա մասին է խոսքը։ Որովհետև եթե այդ աշխատանքը գիտելիքի վրա ինքը զարգացում չունի, հա, ասում եմ, այսօր պրոբլեմ կա։ Ես ինքս եմ ինձ մեկ հարց տալիս, այսքան շատ որ կրթության մասին խոսում ենք եւ այլն, ես ասում եմ, մարդիկ կասեն, այս ինչ են, մարդիկ հաց չունեն, սրանք եկել են ինչի մասին են խոսում։ Բայց էլի գոնե մենք, ես անձամբ եւ համոզված եմ բոլորս, մեր փորձը ունեցել ենք։ Այսօր էլ ամենօրյա ռեժիմով դրա հետ ես ամեն օր իմ նամակագրությունը կարդում եմ, իմաստն է վերահասցեագրում եմ ձեզ։ Ամեն օր դրա հետ ես առնչվում եմ։ Մարդը հաճ չունի։ Սոված է, մենք բայց կարեկից ենք, չենք կարող բան չանել, չարձագանքել։ Մենք իհարկե աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Էլի կարեկից ենք, պետք է մի բան անենք, որ հաց ունենա, ունի հացը։ Հաջորդ օրն ենք հետաքրքրվում։ Բա ինչ եղավ իր հետ։ Ինքը էլի հաց չունի։ Բա մենք կարեկից ենք։ Պետք է հաց տանք իրեն, երրորդ օրն էլ ենք տալիս։ Չորրորդ օրը հետաքրքրվում ենք, բա լավ, ինչ, հետո ինչ եղավ։ Չորրորդ օրն էլ հաց չունի, 5-րդ օրն էլ, 10-րդ օրն էլ, մի տարի հետո էլ, 5 տարի հետո էլ։ Ինչն է սրա վերջը։ Սրա վերջը պետք է գտնվի, սրա վերջն է նա, որ պետք է մենք կարողանանք մարդկանց աջակցել, որ իրենք գիտելիքահենք մարդը ինքը իրենով պետք է զբաղվի, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ երբ որ ասում եմ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև։ Չի լինում ուրիշ կերպ։ Չի լինելու ուրիշ կերպ։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Եվ սա է պրոբլեմը, եւ այս պրոբլեմը, եւ այս որ մենք բան ենք անում, սկսում ենք, ասում ենք 3000 մետրից սկսում ենք, հետո 3000 մետրը դասում ենք 6000, որովհետև 3000 մետրի դեպքում ծրագիրը 0 է, ոչ մեկ հետաքրքրված չի։ 6000-ը 12000, 12-ը 24000, 24-ը 48, 48-ը 96, ու ստացվում է, որ մենք խոշորի պաշտպանն ենք, բայց իրականում մենք աշխատողի պաշտպանն ենք, որովհետև հակառակ դեպքում էդ էլ կա։ Լավ, մի օր տվինք հաց, 2 օր տվինք հաց, 3 օր տվինք հաց, 4-րդ օր, 5-րդ, 10-րդ, այդ ում փողով ենք այդ հացը տալիս։ Ում։
Այդ գումարը, որը պետական բյուջեն կամ թեկուզ պետական բյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պետք է հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին։ Եվ հետևաբար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է քաջալերենք, որ նա աշխատի։ Իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով։ Իսկ թե ոնց ենք եւ ինչու ենք մենք 30, 40, 50 տարեկան մարդկանց ասում, որ գիտեք ինչ կրթության միջոցով պետք է լուծվի այդ հարցը, ես այսօր այդ հարցին չեմ անդրադառնա, ես այդ հարցին անդրադառնում եմ իմ բանախոսությունների ժամանակ, որ տենց հանգամանքների բերումով ստացվեց կրթություն նորաձևի շարժման ընթացքում այդ ասելիքը ձևավորվեց, բայց դա կառավարության նիստում ասելու ասելիք չի, որտեվ երկար է կամ հարմար էլ չի։ Բայց էս է մեր խնդրեմ, պետք է հասկանանք։ Նա ով աշխատում, որտեվ էլի եմ ասում, այսօր ես բանի զեկույցն եմ գրում, զեկույցի քննարկման համար ելույթս եմ գրում ազգային ժողովում, որ մի շաբաթ պետք է ունենա։ Մենք 2018 թվականից կենսաթոշակային հիմնադրամը երկրի 234, եթե 30 քանի, 200 քանի միլիարդ դրամով ավելացրել ենք։ Ավելի քան 500 միլիոն դոլարով ավելացրել ենք մեր կենսաթոշակային հիմնադրամը։ Բայց նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, նվազագույնը կրկնապատկել ենք 18-ից դարձել ենք 36, հա կամ 20-ից ենք դարձրել 30, 18-ից դարձել ենք 30։ Բայց անհատի մակարդակում ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել։ Ինչի՞։ Որովհետև այդ ընթացքում էլ 125,000 մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ 2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, հա 525, հիմա 650,000 է։ Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին, նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող է ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգում է։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնում եք, մարդ 30 տարի փարոսի շահառու է։ Սա, գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնում եք, մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Լրջորեն պետք է մտածենք։ Ու մարդկանց հետ պետք է խոսանք սրա մասին։ Որովհետև ասում եմ, այն օրվա խոսակցությունը եւ էլի այդպիսի խոսակցությունները շատ ծանր տպավորություն են թողնում, որովհետև հասկանում ես, որ փակուղի է, չի լուծվում այդ հարցը։ Էնպես որ առաջարկում եմ սրա մասին մտածել, բայց այս քաղաքականությունը մենք պետք է շարունակենք։ Այո, 1 միլիարդ դնում է, ստեղծում է, որովհետև պոտենցիալ անապահովության համակարգում ընդգրկվածի համար աշխատատեղ կարող է ստեղծել ոչ մեծ, բայց աշխատատեղ կարող է ստեղծել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, չվախենանք, որ մեզ ասեն, վայ, սրանք խոշորների պաշտպանն են։ Որովհետև ոչ խոշորներին պաշտպանելով իբր
Մենք այդ մարդկանց դատապարտում ենք աղքատության, հավերժ աղքատության։ Համեցեք։ Պարոն վարչապետ, համաձայն եմ, որ այդ հուսալքության իրավիճակը առաջանում է հիմնականում գիտելիքի պակասի հետ կապված, այս կոնտեքստում մի հարց ունեի, արդյոք այս ուղղությամբ այս գիտելիքի լրացման հետ կապված մենք որևէ քայլեր իրականացնում ենք, ես գիտեմ, որ նախկինում համայնքներում որոշակի դասընթացներ են տեղի ունեցել, բայց գուցե կարելի է օրինակ նույն YouTube-ում տեսահոլովակներ դնել, որտեղ այդ կրթական նյութեր կարող ենք հայերեն լեզվով տեղադրել, մարդիկ որպեսզի այդ գիտելիքի պակասը ինչ որ մի ձևով կարողանան լրացնել, ուզում եի Ես ներողություն եմ խնդրում, հազար ներողություն, բայց ես չի ուզում տենց այդ բանը այդ ինչին հղում արի շարունակեի, բայց այդտեղ ես մի դրվագ ունեմ, որի մասին խոսում եմ, ի շարունակություն գիտելիքի։ Ես ասում եմ, որ գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։ Հիմա այն, որ ես ասում եմ հիմա, այս ինչ որ նոր ասեցի, չէ, 15 րոպե ելույթ ունեցա։ Ինչ որ ասացի հիմա, այդ գիտեք ինչ նշանակում։ Որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետև այդ մեր գործն է։ Որտեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղ պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթ է, որ պրինտ ենք անում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ է, որ պրինտ ենք անում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում ենք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժառոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, այդ ուրիշ բան, այդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեւ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործ, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խափել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է, ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։
Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա։ Բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Չկա ճանապարհ, որով գիտելիք գնա, հասկանում եք։ Գիտելիքն է ֆիզիկապես շարժվում։ Ոնց էր այդ գիտելիքը այդ գյուղացուն հասնելու։ Հիմա ասում ենք YouTube-ում դնենք, ընդ ինտերնետ կա, կոմպյուտեր կա, որ YouTube-ում դնենք։ YouTube-ում մենք կդնենք, մենք կնայենք, կասենք, էս ինչ լավ բան ենք արել։ Ու սա մեր պետական համակարգի ամենամեծ խնդիրն է։ Ու մեծ խոսանք։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվան է առավել ևս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ մի տեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որտեղ ընդհանուր YouTube-ին բան է փոխվել, ասենք ես մտել եմ, նայել եմ, տեսել եմ, ասել եմ, բայց խի այս 1962 թվականի բան դրած, տեղեկություն դրած, հետո երկու շաբաթում մի կերպ իրար տալով ջուրտուքշի անելով մի բան լցրին այնտեղ, պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էս է մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Առաջարկում եմ մտածենք ու քվեարկենք։ Կամ քվեարկենք, հետո մտածենք։ Համեցեք։ Անհրաժեշտ է, վարչապետ, այս նախ գիտելիքների հիմնական գեներատորը իհարկե բիզնեսն է, որը ինստիտուցիոնալ, որը գալիս է, որովհետև ինչքան շատ լինի բիզնես, այդքան շատ ինստիտուցիոնալ բիզնես, այդքան շատ կտարածվի գիտելիքը, որովհետև մեկը ինքնա թելադրում եւ ինքնա տարածում ամենաառդի գիտելիքը։ Այդ մի քիչ դասագրքային բան չի, դա պիտի պրակտիկ բան էլ ունենա եւ որակի ստանդարտը, պարոն վարչապետ։ Այսինքն, այստեղ տեսեք ինչ պրոբլեմատիկա է, որ մենք ոչ ինստիտուցիոնալ գյուղատնտեսական արտադրության խթաններ ենք դնում, այդ շղթան գնում է մինչև արտահանում ու դառնում է մեծ խնդրեմ, որովհետև եթե արտադրությունը ինքը ոչ ինստիտուցիոնալ է, նշանակում է ամբողջ շղթան ենք ֆինանսավորում, ոչ ինստիտուցիոնալ շրջանառության ստանդարտին չհամապատասխանող արտադրանքի, օրինակ ունենք տենց սիմպտոմներ խաղողի մասով։ Եվ այդ իմաստով այս ճիշտ դիզայնի կարևորությունը նաև նրանում է, որպեսզի ինքը գնա հասնի այն շահառուին, որ արտադրում է ճիշտ արտադրանք, որը համապատասխանում է ստանդարտին եւ մրցակցային կլինի։ Համաձայն եմ, պարոն Գրիգորյան, այդ էլ է, ինչ որ ձևով պետքա հետևից քաշի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, որ մի հատ կենտրոնանանք այն սեգմենտի վրա, ով ի սկզբանե մեր նպատակակետն է եղել եւ մենք կենտրոնացած ենք եղել եւ շարունակում ենք իրանց ինչ անենք իրանց համար։ Իմ եզրակացությունն է նա, որ մենք պետքա մենք նախ սովորենք, թե ինչն է իրանց խնդրեմը եւ իրանց է օգնենք, որ իրանք հասկանան ինչն է իրանց խնդրեմը եւ պետքա էլի նույն բանը, հա, ինչքան եմ ասել բան, որ ժողովուրդ ջան, ես համաձայն եմ մի աշխատանքային օր անցկացրեք կաբինետներից դուրս, ուղղակի գնացեք մարդկանց հետ շփվեք։ Հա հիմա էլ զեկույցները գալիս են էլի ֆորմալ, տենց, կիսա նայում ես
նայում ես հասկանում ես, որ էլի մնալու ենք առաջի դասարանում։ Ոստե է ֆունդամենտալ խնդիրը։ Բայց լավ, ես առաջարկում եմ բան չանենք, դենց անverջ չքննարկենք հարց համար 22։ Եկեք մտածեցինք, հիմա էլ քվեարկենք։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չունենք, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 6-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի 12-18 Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։ Զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Համեցեք պարոն Հայրապետյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության համապատասխան որոշման սույն նախագիծը վերաբերում է ինժեներական քաղաք ծրագրին, մասնավորապես ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչին։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոտեր են առկա, սա մի կողմից, երկրորդ կողմից վերջին ամիսների ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել է